Ամեն Աստծո ժողովուրդ, այն խոսքը, որ սրտումս դրեց Տերը, սովորաբար այս օրերին քարոզում ենք, հիշում ենք Հիսուսի այն ամեն այն պատմությունը ինչպես կատարվել է, բայց չգիտես ինչու ուրիշ խոսք Սուրբ Հոգին սրտումս դրեց եւ այն ինչ որ առաջնորդել է ուզում եմ դա խոսեմ եւ փոխանցեմ եկեղեցուն, թող Տերը փառավորվի այս խոսքով եւ թող յուրաքանչյուր մարդ այսօր որ կլսենք այս խոսքը թող պտղաբեր դառնանք այս խոսքի մեջ, շատ կարևոր է, որ պտուղ տա մեր մեջ, եթե միայն լսողներ ենք, իզուր է, բայց եթե մենք լսում ենք և սովորում ենք, առնում ենք ու կյանքա դառնում, մեր կյանքերը կփոխվի, և երբ որ մեր կյանքերը փոխվի, մեր շուրջը մարդկանց կյանքերը կփոխվի, մինչև սկսելս ուզում եմ անչափ շնորհակալություն ասել եկեղեցուն, չեմ ուզում բարձրաձայնեմ ինչու համար դուք բոլորդ գիտեք, բայց ուզում եմ անչափ շնորհակալություն ասեմ ձեր հավատարմության, ձեր ուշադրության, մեր կողքին լինելու համար, սիրում ենք բոլորիդ Արմանը և ես, անսահման սիրով, ձեր կողքին ենք մինչև վերջ, շնորհակալ եմ բոլորից հետ, բոլորդ գիտեք ինչի եմ բարձրաձայնում։ Աստծո ժողովուրդ, ողջ մարդկությունը մեղք գործեց և Աստծո փառքից ընկավ, կարող է եկեղեցին ասել ամեն, այսինքն չկա մեկը, որ կարողանա պարծենա, որ ինքը արդար է, նման բան գոյություն չունի, ողջ մարդկությունն է մեղք գործել և Աստծո փառքից ընկել, որտև այդպես է գրված։ Ուշադիր լսեք ինչ է այստեղ կատարվում։ Սատանան ինչպես Ադամին և Եվայի աչքերը բացեց, երբ որ նրանք մեղք գործեցին, մեղք գործելուց հետո նրանց աչքերը բացվեց և նրանք տեսան, որ իրենք մերկ են, ամոթի զգացմունքը արթնացավ նրանց մեջ, մինչ այդ ոչ մի այդ չար, այդ զգացմունքները չկար, որտեղ նրանք պաշտպանված էին Հայր Աստծո ներկայության մեջ, բայց որովհետև մեղք գործեցին, այդ պահին նրանց աչքերը բացվեց և նրանք տեսան իրանց մերկությունը և ամոթը ծնվեց, ամոթի զգացմունքը ծնվեց նրանց մեջ, ոչ մի տարբերությամբ այդ նույն բանը կատարվեց մեզ հետ, որովհետև չմոռանանք, որ Ադամի սերունդ որպես շարունակվեցինք և բոլորս նույն ձևի մեղքի պատճառով մերկացանք, մեր մեղքը, մեր ամոթանքը արդեն մեկս մույսին հայտնի եղավ, ամեն, և որովհետև մենք մերկ ենք տեսնում մեզ, ամոթի զգացմունքը մեզ ավելի հեռուն տարավ, ինչ կատարվեց մեզ հետ, Սատանան բերեց մեր մեջ կամպլեքսավորում, այսինքն կամպլեքսավորված սկսեցինք դառնալ, որովհետև արդեն գիտենք բաներ կա, որ անում ենք ամոթա, կամպլեքսավորվեցինք և խաբված, ամեն մեկը սկսեցինք, յուրաքանչյուր մարդ եմ խոսում, սկսեցինք ծածկվել, թաքնվել մեր ձեռքբերումների կամ մեղադրանքների անվան հետևում։ Հիշում եք Ադամն ու Եվան ինչ արեցին, թփերից, տերևներից իրանց վրա շորեր, իրանց վրա բաներ կարեցին, որ իրանց մերկությունը չերևա, այսօր մարդկությունը այդ թփերի տեղը իրանց ձեռքբերումների, իրանց մեղադրանքների այդ տերևները հագան իրանց վրա, որպես ցավոք սրտի եմ ասում պաշտպանություն։ Ոմանք որպես զոհ, այսինքն victim անվան տակ սկսեցին ծածկվել, որտեղ մի տեսակ իրանց ձեռա տալի, որ իրանք միշտ victim են, իրանք միշտ տառապել են, իրանք միշտ ցավացել են, իրանք միշտ խեղճ են եղել, միշտ ուզում են մարդիկ իրանց այդ աչքերով նայեն, ծածկվեցին դրա տակ, որ իրանք միշտ անմեղ տեղը ցավացել են։ Իսկ երկրորդ ամենաելի ահավոր բանն է նա, ոմանք է ծածկվեցին իրանց ձեռքբերումների անվան տակ, այսինքն հաղթողներ, հասանք մի բանի և այդ անվան տակ այդ շորը հագան իրանց վրա, հասկանում եք չէ ինչ եմ ասում, փորձեք հոգով բռնեք ասածս, մարդկության մեծամասնությունը հենց նյութական հաջողությունների, մրցանակների անվան պատկերի տակ մտան, սա նախանշան է, որ խաբված է մարդկությունը, որովհետև ոչ մի բան չպետք է բնութագրի մեր ով լինելը, այլ միայն մեկը,
Եվ հիմա քիչ հետո կասեմ։ Հովանես 8:32 համարում Աստծո խոսքը մեզ ասում է. ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ինչ գեղեցիկ խոսքեր, հուսադրող խոսքեր։ Ճշմարտությունը կճանաչես եւ ճշմարտությունը քեզ կազատի։ Բայց աշխարհը այլ կերպ է չէ գործում։ Եթե մի բան ուզում է հաջողակ լինի, ասում է, «Էս սուտը ասա, որպեսզի ծածկես ամեն բան հաջողակ լինի»։ Աստծո խոսքը ուրիշ բան է մեզ ասում։ Ճանաչի ճշմարտությանը։ Ճշմարտությունը այդ իրավիճակի մեջ բեր, որպեսզի բժշկվի, ազատվես այդ իրավիճակից։ Ամեն։ Եվ ճշմարտությունը այն է, մենք կարիք չունենք պիտակ հագնենք, որ մեր մերկությունը ծածկվի։ Ճշմարտությունը այն է, որ մենք ամենագեղեցիկ պատկերով ստեղծվածն ենք, որը Աստծո պատկերն է։ Այսինքն մեզ Աստծո պատկերով ստեղծված որպես այդ անուն, այդ պիտակ ամենագեղեցիկ, ամենաբարձր անուններից մեկն է, մենք կարիք չունենք որևէ ուրիշ բանի տակ ծածկվել, ամեն, այսինքն մենք կարիք չունենք դիմակներ հագնենք, որ ընդունված լինենք, համայնքում, ընկերության մոտ, ընտանիքներում, մեր զավակների մոտ, ես կարիք չունեմ իմ որդու մոտ կամ իմ աղջկա կամ իմ բարեկամների մոտ խեղճի կերպար հագնեմ, այդ դիմակը հագնեմ, կարիք չունեմ, ես եմ, Աստծո պատկերով ստեղծված եմ, ես ուժեղ եմ, ես զորավոր եմ, որովհետև Տերն այդպես ասում։ Ես կարիք չունեմ ինչ-որ հաջողության հասնեմ նաև, որ հաջողություններովս ինձի լավ, բարձր մեկը ճանաչել, ոչ մի բանի կարիք չունեմ։ Ես եմ, Աստծո կերպարով ստեղծված եմ եւ ես բավական եմ, որ եմ։ Ամեն։ Աստված իր պատկերով է ստեղծել մարդը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Աստված իր պատկերով ստեղծել է մարդը։ Ամենակարևորը, որ մենք մնանք մարդ, Աստծո կերպարով ստեղծված։ Շատ անգամ մտածում եք, մենք պետք է դառնանք Հիսուս։ Աստված մեզ մարդ է սարքել, բայց Հիսուսի կերպարով, որ կերպարին չա, տեսքի մասին չի խոսքը, բնույթը, էությունը, որ մենք նրա նման լինենք, բարի, սիրող, ներող, հանդուրժող, հավատարիմ, ամեն, եւ կարևոր բանը, որ ուզում եմ այսօր քաջալերել եկեղեցուն, Աստված մեզ ստեղծել է իր պատկերով մարդ, եկեք մնանք մարդ, Աստծո պատկերով, ամենագեղեցիկ անունն է, որ կարող ենք մենք կրել մեզ վրա, ամեն, եւ դա չօգտագործենք իշխելու կամ տիրելու թե մարդկանց, թե որևէ մեկի վրա, մարդ լինելը արդեն Աստծո կերպարով այն է, հեզ ու խոնար պետք է լինենք, այն պատկերի նման հեզ ու խոնար, ամեն, որտեղ Աստված շնորհք է տալի խոնարներին, հակառակ է կենում հպարտներին, դա միշտ հիշեք, եթե ուզում ես քո կյանքում հաջողակ լինես եւ ես հաջողակ չեմ խոսում նյութական, ամեն ինչը մի կապեք նյութականի հետ, ես խոսում եմ հաջողակ մարդը այնա ոչ թե որ շատ փողեր ունի, այլ որ Աստծո հետ հաղորդակցություն ունի, եթե դու Աստծո հետ հաղորդակցություն ունես, քո հայրը Աստված է, դու արդեն իսկ հաջողակ ես, որտեւ դու երկնային քաղաքացի ես եւ ժառանգորդ հավիտենական հարստության, ոչ թե ժամանակավորը, որը ժեշտը, ամեն ինչը կփչանա, կփտի, բայց երկնայինը ոչ ոք չի կարող, դիպչի, աչքերներդ վեր արեք ու մենակ փափագեք երկնայինին, կառուցեք երկնայինը, ամեն, ոչ մի անուն ու պիտակ չպետք է սահմանի մեզ, այլ միայն Աստծո կերպարով ստեղծված մարդ անունը, ամեն, մնանք մարդ, եկեք ծավտանք մեր տիրոջը, փառք տանք նրան, հիմա կսկսեմ քարոզս, սկսեմ այն խոսքից, որ հասկանալի լինի, լուսավոր լինի մեր միտքը այսօրվա այն խոսքը, ինչ որ Սուրբ Հոգին դրել է, որպեսզի մենք կարողանանք բռնենք այդ խոսքը, մեր համար դառնա կյանք այդ խոսքը, ամեն։ Ուրեմն Մատթեոս 5:45 համարում Հիսուսը այս խոսքերն է ասում,
նա իր արեգակը, խոսում է Աստծո մասին, Աստված իր արեգակը ծակեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրևներ է բերում արդարների եւ անիրավների վրա։ Այստեղից մենք ինչ ենք հասկանում, միտք ենք առնում Աստծո ժողովուրդ ջան, որ Աստված իր ստեղծած ողջ մարդկության հանդեպ ողորմած է, այսինքն միայն իրենների հանդեպ չի, ողորմած է ողջ մարդկության հանդեպ, որովհետև սիրում է ողջ մարդկությանը, որովհետև ողջ մարդկությանն է ինքը իր կերպարով ստեղծել, թշնամին փչացրել է, աղավաղել է, մարդկանց իրեն իր կերպարն է հագցրել, այդ դիմակը, բայց ներքուստ իրականում մարդը նրա հոգին Աստծո ստեղծածն է, որովհետև Աստծո շունչն է փչվել այդ հող մարմնի մեջ եւ Աստծո համար նույնիսկ այն ամենակցված, ամենամեղավոր, ամենազզվելի մարդը կարևոր է։ Այսօր խոսում էի եւ մի թեմայի շուրջ մեկի մասին, որ շատ կեղտոտ կյանքի մեջ է եւ ասաց հիմարի մեկը խոսում ենք իրար հետ, ասացի գիտես այն ինչ մեր աչքին հիմար Աստծո համար նույնիսկ այդ հիմարը թանկ է, որ այդ հիմարն էլ ապաշխարի, փրկվի, բժշկվի եւ Աստծուն գա եւ ժառանգոր դառնա իր հոր թագավորության մեջ, ամեն։ Այսինքն մենք ինչ ենք հասկանում, որ Աստված անաչառ է, գրված է Գործառաքելոս 10:34 համարում, այսինքն նա կողմնապահություն չի անում, այսինքն լսում է բոլորիս աղոթքները, ամեն։ Ստեղ ուզում եմ մի հարցում տամ, ովքեր են ուզում իրանց աղոթները լսելի լինի Տիրոջը։ Եթե ուզում եք, ուրեմն այսօրվա քարոզը պինդ բռնեք, որովհետև հենց այդ մասին էլ խոսելու եմ եւ քարոզելու եմ։ Պետք է մենք կենտրոնանանք, գիտեք, աշակերտները չամանչեցին հարցնեն, Հիսուս, ո՞նց աղոթենք, որ մեր աղոթքը լսելի լինի մեր հորը։ Եվ մենք ինչ ենք հասկանում հենց սկզբից, Հայր մեր, որ երկնքում ես, հենց առաջից Հիսուս ծանոթացնում է հորը, նրա բնակավայրը, նրա սրբությունը, նրա կատարելությունը, դրա համար մենք պետք է ճիշտ աղոթքներ բարձրացնենք, հա, հասկանում եք, չէ, ինձ հետ եք։ Նա կողմնապահություն չի սիրում, նա լսում է բոլորի աղոթքները, բայց այստեղ մեծ բայց կա, բայց Հովանես առաքյալը այս խոսքերն է ասում, Հովանես 9:31 ասում է, եւ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը Աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, ելի եմ կրկնում, Աստված մեղավորներին չի լսում, այլ նա, որ Աստվածապաշտ է եւ կատարում է Աստծո կամքը, նրան է լսում։ Այսինքն Աստված ունի սահմաններ, կարգ ու կանոններ։ Եթե դու ուզում ես Աստծո հետ հավատարիմ հաղորդակցություն եւ ուզում ես Աստված քո աղոթները լսի եւ ոչ միայն լսի, որտեվ մենք ուզում ենք տա, կատարի, չէ՞։ Եթե ուզում ենք Աստված կատարի, տա մեր խնդրանքը, ուրեմն մենք իր կամքի համաձայն պետք է ապրենք եւ իր կամքի համաձայն պետք է խնդրենք։ Ամեն ինչը կարգ ու կանոն է։ Մեղավորի եւ արդարի աղոթքի պատասխանը կախված է աղոթքի նյութից։ Լսեցիք ինձ հետ եք, որտեվ հիմա կասեք շատերը, որ մեղավոր մարդ աղոթել է, Աստված լսել է, անկասկած։ Այդ հատվածը այլ բան է խոսում եւ ես հիմա ավելի մանրանալու եմ, որպեսզի հասկանալի լինի մեզ համար խորհուրդը, ամեն։ Ուրեմն ինչ ենք հասկանում։ Մեղավորի եւ արդարի աղոթքի պատասխանը կախված է աղոթքի նյութից։ Այսինքն, եթե մեղավորը աղոթի եւ ապաշխարության աղոթ կանի, աղերսանք, խնդրանք փոխվելու, պաղատանք, այսինքն դարձի աղոթք անի Աստծուն, ինչ մեղք ուզում է գործած ելնի, բացի Սուրբ Հոգուն հայհոյանքից, Աստված անկասկած կլսի եւ կպատասխանի նրան։ Նաեւ Աստված, ուշադիր լսեք, նաեւ Աստված մեղավորին կարող է բժշկել
որպիսի ինչ անի, որպիսի որպես վկայություն նրա կյանքում, որ նրան տանի դեպի փրկություն, որտեղ բոլորս գիտենք, որ Աստծո կամքը մեկ բան է, ոչ թե նա տալիս է, օրհնում է բարիքներով մեզ եկեղեցուն, ժողովրդին, որպեսզի մենք առոք փառոք ապրենք այս աշխարհում, չնայած դա էլ իր օրհնության մի բաժինն է, որը նա հոգ է տանում իր զավակների համար, բայց ամենակարևորը այն է, որ մենք երկինք ելնենք, որ մեր հոգիները փրկվեն ոչ թե հավիտենական տանջանքի մեջ, այն հավիտենական կրակի լճի մեջ ընկնեն։ Այսօր սատանան մարդկանց հայացքը շեղել է ուղիղ դեպի հարստություն, եւ մարդիկ չեն հասկանում, որ դա մի հատ խաբվանքի տեղ է, որտեղ սատանան այնտեղ բռնում է մարդկանց։ Հիշում եք Հիսուսին ինչ առաջարկեց. երկրպագիր ինձ, ողջ հարստությունը, աշխարհի թագավորությունը քեզ կտամ։ Ինչու ոչ այսօր մարդկանց առաջարկում դա։ Եթե Հիսուսին առաջարկեց, դուք պատկերացեք մեզ ինչ էր առաջարկում։ Եթե մենք արթուն չլինենք, Աստծո խոսքի մեջ չլինենք, Աստծո ծածկոցի տակ չլինենք, ձեզ չթվա մենք չենք խաբվի։ Շատ հեշտությամբ կխաբվենք։ Աստված այսօր օրհնում է իմ ընտանիքը, Աստված այսօր իմ առջև դռներ է բացում։ Հա? Ես պիտի շատ զգուշ ըննեմ։ Հենց այդտեղ, որտեվ հենց այդտեղ է, հենց այդ պահն է, որ սատանան կարա շատ գեղեցիկ ձևի մեզ շեղի ու տանի։ Մենք պետք է զգուշանանք ամեն ժամանակ, երբ որ մենք թեկուզ հարստանում ենք, թե օրհնվում ենք, ինչ որ առնում ենք, այդ ամենը բերենք ու Հիսուսի ոտերի տակ դնենք, ասենք Տեր, դու ես տվել, քոննա, իմաստություն տուր ամեն բանի մեջ, որ հանկարծ մի հատ գեղեցիկ երգենք է երգում, որ հանկարծ մարմինս հետ չգնա ու աշխարհի հաճույքները սկսի ապրել, այսինքն էլի մարմինը իմ կուռքը չդառնա։ Մենք պետք է զգուշանանք ամեն բանի մեջ, ամեն բան բարի է, երբ որ Աստծո փառքի համար է։ Աստծո փառքից դուրս ամեն բան կարող է չար դառնալ։ Ամեն։ Եթե առանց դարձի մեղավորը խնդրի Աստծո օրհնությունները, Աստծո պաշտպանությունը, Աստծո միջամտությունը իր կյանքի որոշումների մեջ, Աստված չի լսելու, որտեղ իր կամքի համաձայն չի խնդրում, ինքը չի ապաշխարում, ինքը Աստծուն չի տալի իր անձը, Աստծուն չի հետևում, բայց ուզում է, կան չէ տենց երեխեք, որ 24 ժամ ուզում են, չէ, Փառք Հիսուսին իմ երեխեքը տենց չեն, Փառք Հիսուսին, այդ մի բանում ուրախ եմ, հակառակը, Փառք Հիսուսին, դա իր շնորհքն է ու իր գեղեցիկ Սուրբ Հոգու դաստիարակությունն է։ Չեմ կարող վերագրել դա իմ կամ Արմանի վրա, որ մենք ենք այդպես դաստիարակել, ոչ, Սուրբ Հոգու շնորհքն է, որտեղ ամեն օր խնդրում ենք, Տեր, մենք կարող ենք փչացնել մեր երեխաներին, դու դաստիարակի մեր երեխաներին, դու խոսա նրանց սրտի հետ, չլսեն մի օր կլսեն, որտեղ դու բարի ու գեղեցիկ ես մոտենում, դու երբ որ դաստիարակում ես, այնքան գեղեցիկ ենք մենք սարքվում, մարդը միշտ կոպիտ է, չէ, բայց Աստված միշտ նուրբ, գեղեցիկ, բարի հպում ունի, ամեն։ Հիմա ավելի վտանգավորն եմ խոսալու, մեղավորի աղոթքը չի լսում, հիմա սա լսեք, նույնպես չի լսում մարմնավոր հավատացյալների աղոթքը։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են Աստծուն կարող են գրավել, թույլ տվեք այդպես ասեմ, խունկերով, ծոմերով, անծաներով, տասանորդներով կարող են Աստծու իրենց աղոթքները լսելի լինի եւ պատասխանվի իրենց աղոթքները, խաբված են։ Սա ավելի վտանգավոր է, գիտեք ինչու է վտանգավոր, որովհետև Տերը չի պատասխանում նման մարդկանց աղոթքները։ Շատ հավատացյալներ կարող են աղոթել եւ իրենց աղոթքը օդում մնա։ Նույնիսկ այս առաստաղից վերև չհելնի։ Ինչու՞։ Որովհետև Աստծո կամքի համաձայն չեն։ Որտեւ Աստված իրենց հետ խոսում է, իր կամքն է տալի իրենց, որ պետք է կատարեն, իրենք մերժում են։ Ոչ քո կամքը, այլ իմ կամքը, դե դու կմնաս քո կամքի մեջ, անպատասխան քո աղոթքների մեջ,
Չկա նման սկզբունք Աստծո մոտ, ինչքան ուզում ես լացի, գլուխդ պատերին դու, մազերդ պոկի գլխիցդ, ընկնավոր բաներ արա, հիստերիկի պես ընկի գետին, քեզ թող թվա, թե Աստված քեզ նայում ու լսում, չի լսելու։ Աստված նայում է հավատքդ եւ խոնարհությունդ, որտեղ կա humility, այդտեղ կա պատասխան աղոթքի։ Նման մարմնավոր հավատացյալները չեն տարբերվում Եսայա մարգարեի ժամանակների հավատացյալներից։ Եվ գիտեք, ինչպես նրանց պատասխանեց Աստված, Տերը նույն պատասխանը տալու է անօրենություն, չարություն, Աստծու անունը խայտառակող այս սերունդին։ Գիտեք ինչ պատասխանեց։ Թույլ տվեք ընթերցեմ։ Եսայա 1:5։ Ձեր էլ որտեղին կարելի է զարկել։ Տերը Աստված ասում է, որտեղիդ խփեմ, որ արթնանաս։ Խփում եմ։ Ճրագակալը տեղից շարժում եմ։ Չես արթնանում։ Էլ որտեղիդ ասում է խփեմ, զարկեմ, որ դու արթնանաս, հասկանաս։ Եվ շարունակում է 13 համարը։ Այլևս ունայն ընծաներ մի բերեք։ Ձեր խունկը ինձ համար պիղծ է։ Ոու։ Ձեր խունկը ինձ համար պիղծ է։ Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարվելուն տանել չեմ կարում։ Անօրենություն եւ տոմախմբություն տանել չի կարում Տերը։ Ձեր ամսագլուխներից եւ տոներից զզվել է հոգիս։ Նրանք ինձ վրա բեռ են։ Օ։ Շատ խիստ խոսքեր է, չէ՞։ Հիմա շարունակությունը լսեք։ Նրանք ինձ վրա բեռ են, ասում եմ, հոգնել եմ այս ամենը տալուց, եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս, ես աչքերս ծածկում եմ։ Ասում եմ, դուք երբ որ ձեռքերներդ վեր եք անում, աղոթք եք ուզում անեք ինձ, ես իմ աչքերը ծածկում եմ։ Նաեւ երբ որ աղոթքը շատացնում եք, այսինքն երկար աղոթքներ եք անում, որ ցույց տակ դուք 5 ժամվա, 10 ժամվա աղոթք անողներ եք, որ կրկնում եք նույն բանը, ես չեմ լսում։ Ինչու՞։ Որովհետև անհնազանդ պիղծ ժողովուրդ եք։ Այսինքն չեք խոնարհվում իմ կամքին։ Երբ որ Աստծո կամքին մենք խոնարհվում ենք, կապ չունի ինչ տկարություններ կա մեր մեջ, երբ որ խոնարհվում ենք, անում ենք այն, ինչ մեզ համար անհասկանալի է, բայց որովհետև Տերն է ասի անենք, անում ենք, Աստծուն հաճելի է։ Աստծո ժողովուրդ, Աստված չի լսում իրեն անհնազանդներին, դա վստահ եղեք։ Այսօրվա քարոզի վերնագիրը աղոթիր Տիրոջ կամքի համաձայն։ Եկեք փառտանք Տիրոջը, որ Աստված տվեց մեզ բանալին աղոթքների պատասխանի, բանալին, աղոթիր իմ կամքի համաձայն, պատասխանելու եմ, տալու եմ քո աղոթքի պատասխանը։ Սա շատ բարդ բան է մարդու համար, որովհետև մենք մեզ բավական ենք որպես թշնամի, որ մենք փչացնենք մեզ ու թույլ չտանք, որ Աստծո կամքը կատարենք, բայց երբ որ մենք մեր եսը ամեն օր, ինչպես ասում ենք, խաչում ենք, այն ժամանակ Աստված կփառավորվի մեր կյանքում։ Իսկ ինչպես աղոթենք Աստծո կամքի համաձայն, ամեն ինչից առաջ պետք է ճանաչենք, չէ՞ Աստծո կամքը, որ աղոթենք կամքի համաձայն։ Ինչպես ենք ճանաչում Աստծո կամքը, Մայքլ ջան, խոսքը ընթերցելով, նայում ու ժպտում, որտեղ ամեն օր ասում եմ, խոսքը ընթերցիր։ Բոլոր երեխաների սենյակներում իրենց կողքերը, անկողնու կողքը Աստվածաշունչեր եմ դրել, բացած։ Ասում եմ, քնելուց ընթերցեք, նոր քնեք։ Մի քնեք հեռախոսը նայելուց հետո, քնեք խոսքը կարդալուց հետո։ Ամեն րոպե ձեր լապտերները թող լցված ընի յուղով։ Մենք չգիտենք, կարող է քնենք, որտեղ գիշերով է գրված կգա։ Այսինքն գիշերը ինչ խորհուրդն է, երբ որ մենք թմրած վիճակ է, քնած վիճակ է, երբ որ չես է պատկի ասում Տերը գալու է, լցրա լապտերը յուղով, որտեղ երբ որ ձայնը եկա, որ փեսան գալիս է, երբ որ հափշտակությունը պետք է լինի, այդ պահին մենք շանս չենք ունենալու ապաշխարելու, ապաշխարիր այսօր է քեզ տրված դա, ամեն, եւ
Մենք ճանաչում ենք Աստծո կամքը, Աստծո խոսքը ընթերցելով, որովհետև Աստծո խոսքը Հովանում ինչ է ասում առաջի գլխում, խոսքը ով է, Աստված է, ինքն է։ Այսինքն շատերը ինձ ասում են, Աստծո ձայնը չեմ լսում։ Ես եթե չընթերցեմ Աստծո խոսքը, ես է ձայնը չեմ լսի։ Մենք ընթերցում սովորում ենք, որ ասում է Սուրբ Հոգին կհիշեցնի խոսքը քեզ ամեն ժամանակ։ Հիսուս ասաց իմ խոսքերը քեզ կհիշեցնի, խոսքը ընթերցեք։ Իսկ եթե չեք կարող ընթերցեք, որտեղ չեք կարող կենտրոնանաք, փառք Հիսուսին, այսօր այդ հնարավորությունն էլ է տրված, որ կարող եք play անեք, քշում ես, ավտո ես քշում, play արա, ամեն օր մի գլուխ կարդա, լծվի, թող աշխարհը դատարկվի քո մեջից եւ դու լծվես Աստծով, երբ որ դու լծվես Աստծով, դու քո համար ես լավություն անում, ապահով ես լինում Տիրոջ մեջ, ամեն։ Խորհուրդս է ըստ Աստծո խոսքի, որտեղ առանց Աստծո խոսքի չեմ կարող խորհուրդ տալ, նախ եւ առաջ մինչ Աստծուց կխնդրենք որևէ բան, ամեն ինչից առաջ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է խնդրեք նրա թագավորությունը։ Կմտնես աղոթքի, մինչ մտնելդ մի հատ քննի քո խնդրանքդ, հա, քննի քո խնդրանքդ, թույլ տվեք օրինակով խոսամ, բազում անգամ տվել եմ էլի կտամ, աղոթում էի պապայիս համար, որ բժշկվի, ամեն անգամ բժշկվում էր։ Վերջի անգամ, երբ որ արդեն ինքը սեպսիս ընկավ ու աղոթք էի անում, եւ խնդրում էի Աստծուց Տեր, խնդրում եմ բժշկիր պապայիս, ես լռություն էր, ձայն չկար, կարծես փակված ըններ դռները ինձ համար։ Եվ այդ ժամանակ քույրիկս ու ես աղոթելուց նույն խոսքն ենք ստացել հոգով երկուսս է։ Պայման կա ձեր առջև դրված։ Երկու պայման, երկուսը դեպի ընտրեք, սա էր մեր պայմանը։ Կբժշկեմ հորդ, բայց կգնա աշխարհ ու հոգին չի փրկվի։ Չեմ բժշկի, այս նեղության մեջ կապաշխարի, կմկրտվի ու կփրկվի։ Ընտրեք որն եք ուզում։ Ամենաբարդ որոշումը երեխայի համար, իր ծնողի համար դա է։ Գիտեք, ամենասարսափելի բանն է, ճիշտ է, հոգևոր Աստծո մեջ ենք քայլում, բայց վերջապես մարմնի մեջ ես, չէ՞, ու մարմնին հարազատ է, որ իմ հորս մարմինը մեր հետ, ինքը մեր հետ ընի, չէ՞։ Ես դա ինչից ու ես հասկացա, ինչ բարդ իրավիճակով է անցել Արմանը, երբ որ իր պապային մեքենաների վրա էին պահում, չէր ուզում անջատեին մեքենաները։ Ասում էին չի արթնանալու, չէր ուզում անջատել, որտեղ մենք սովոր ենք, որ նրանք մեր կողքը լինեն, նրանք իրանց ներկայությունը չբացակայի, ու ես ու քուրիկս կանգնած էինք շատ դժվար մի հատ որոշման առջև եւ առանձին թե ինքը թե ես Տիրոջ ասել ենք փրկիր հոգին։ Այդ օրը առավոտը երբ որ արթնացա Տերը ասեց այսօր կտաս ինձ իրան, կհանձնեք, այսինքն բաց կթողես իրան, որտեվ այսպես համասել էի քո կամքը, ամե ոտերից բռնել էինք։ Այդ օրը ամենածանր որոշումն էր մեր կյանքի եւ հետաքրքիր զանգեցինք իրար առավոտ շուտ, ասեց ես բաց եմ, թողե ասի ես էլ եմ բաց, թողե, այսօր պապան կգնա երկինք, կլինի մեր հոր հետ։ Ժողովուրդ որոշումներ կա, որ մարդկային աչքերով, մարդկային տեսանկյունից չար է թվում, բայց հավատացեք, դա բարին է, սա բարին էր, որ իմ պապան իմ հոր հետ է այսօր, որ իմ պապան երկնքում Աստծո հետ է այսօր։ Եղբայրս հետևում հուզված ես, մտածում ես, նույնը դու ես անցել քո մամայի համար, ուրախացիր, այսօր մաման երկնքում Աստծո հետ է, մի հուզվիր, մի մտածիր, որովհետև մեր համար ամենակարևորը մեկ բան է, որ մենք տեսնենք մեր սերունդները, մեր ծնողներ, հարազատներ, բոլորը երկինք ժառանգեն, բոլորը երկինք ժառանգեն, եկեք փառտանք մեր Տիրոջը, որ նա բարի է, որ նա բարի է։ Աստծո արքայությունը, որն է, որ ասում առաջինը իր թագավորությունը խնդրի, մնացածը կտրվի, իր սրբությունը, իր ճշմարտությունը, իր արդարությունը, իմ ու քո կարծիքը ոչ, իր ճշմարտությունը, իր հետ հարաբերություն մեր կողմից ազնիվ, անկեղծ հավատարիմ մնալ նրան։
Եթե խնդրենք, որ նրա այդ գեղեցիկ պատկերը մեր մեջ activate լինի, թույլ տվեք այտենց ասեմ, հա? Մենք իրան հավատարիմ կմնանք մինչև վերջ, մինչև հիմա հավատարիմ, ինչու ոչ, Պողոսը մնաց, Պետրոսը մնաց, հա? Տեսնում ենք մարդիկ, ովքեր դավաճան էին Աստծուն, բայց լրիվ հավատարիմ դառան Աստծուն։ Եվ գեղեցիկը այնա, որ մենք ձգտենք, այն ինչ ինքը մեզ տալիս է, մենք է նույն հարաբերություն, այդ նույնը իրան տանք, ամեն։ Եվ մենք Աստծո կամքի մեջ ապրենք եւ իր կամքը ճանաչելով իրեն խնդրենք, անպատճառ պատասխան կստանանք։ Եթե նկատել եք Աստվածաշնչի պատմությունների մեջ անկեղծ աղոթքները միշտ բխել են, երբ մարդը եղել է ցավի, վշտի, անհանգստության, տառապանքի մեջ։ Ինչի նկատի ունեմ, թույլ տվեք բացատրեմ։ Երբ մարդու մոտ ամեն բան լավ է, ինձ հետ եղեք եւ հենց հիմա այն ինչ որ խոսում եմ քննեք ձեզ։ Եվ կհասկանաք ճիշտ է թե ոչ։ Երբ որ ամեն բան մեր համար լավ է, մեր շուրջը ամեն ինչ լավ է, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ֆինանսը, մեր ամեն ինչը տեղին է, հա? Նկատել եք, որ մի տեսակ աղոթքները քչանում են, շատ կարճանում են, մի տեսակ կրկնողական այնքան որ խոսքեր, որ արագ ասեմ հելնեմ ես աղոթքից, այնքան որ Տերը իմանա, որ իր այդ հաղորդակցվեցի, նկատել եք։ Իսկ նկատել եք, երբ որ ցավի մեջ եք ու գալիս եք Աստծո մոտ, առաջի բանը ինչ եք ասում, Տեր ինչ ա քո կամքը, ուղղություն տուր ինձ, Տեր, ես խոսում եմ հոգևոր վիճակ, փափագում ես իր հոգևորը, իր կամքը, ամեն, մարդը ցավի մեջ է նրա աղոթքները անկեղծ սրտից բխում եւ ոչ թե պարզապես խոսքեր հելնում նրա բերանից, ամեն, օրինակ եմ տալու ուշադիր լսեք, եկեք նայենք Աննայի կյանքը, 5 տակարան, Աննան, նա երեխա չէր ունենում, Աննան շատ էր հոգնել իր այդ իրավիճակից, որ գիտես իր շուրջը մարդիկ երեխա են ունենում, բայց ինքը երեխա չէր կարողանում ունենալ, միշտ տխուր էր, լացակումած, մի օր Աննան տխուր եւ հուսահատված որոշում է գնա Տիրոջ տաճարը աղոթք անելու, գիտեք ինչ է այդ մի աղոթքներ, իհարկե ոչ միշտ էլ գնացել է, միշտ էլ աղոթել է, գրված է ամուսինը գնում էին, զոհեր էին անում, Աստծուն աղոթում, աղաչում, որ երեխա տա եւ չէր ուննում, այդ օրը Աննան հուսահատված գնում է Աստծո տաճար, ժողովուրդ խնդրում եմ, կարող ենք այսին միացնել, չեմ դիմանում, Փառք Հիսուսին իր կրակի համար, Եվ գնում է մտնում է Աստծո տաճարը աղոթելու, ասում է հեղի քահանան տաճարի առջևում այդ շեմի մոտ նստած էր։ Եվ Աննան իր սիրտը ամբողջությամբ բացում է Աստծո առաջ։ Ասում է նրա շրթունքները շարժվում էին, բայց բերանում խոսքեր բերանից չէր դուրս գալիս։ Միայն ցավի եւ լացի ձայն էր գալիս, ասում է։ Ցավը չափազանց խորն էր, ասում է խոսքերի համար, սովորական աղոթքի ոչ չէր, քահանան նայում է Աննային աղոթելուց, որ աղոթքը պետք է լինի սենց կանոնական էլի, հա, Աննան ընդեղ, ով գիտի գետին ընկած, լացում է, բերանը շարժում է, բայց ձայն չկա, մենակ նվնվոցի ձայները անդեղից գալիս, սովորական աղոթքի ձայն չէր, տրտմալից հոգով Աննան աղոթք էր անում, այդ գեղեցիկ աղոթքի մեջ Աննան սկսեց Աստծո կամքը խնդրել, նայեք, միշտ գնաց է աղոթելա, բայց աղոթքը փոխվեց, սկսեց Աստծո կամքը խնդրել, ինչ էր Աստծո կամքը, ուշադիր նայեք ինչ է աղոթում, երեխա է ուզում, բայց այս անգամ ուրիշ ձևով, Ով զորած Տեր, կարող եք հետո տուն գնաք ընթերցեք, առաջի Թագավորաց 1:11 համարում է, Ով զորած Տեր, եթե քո աղախնի նեղությանը նայես եւ ինձ հիշես, եւ քո աղախնին չմոռանալով քո աղախնին արու զավակ տաս, նույնիսկ խորանում է, տղա զավակ եմ ուզում, ես նրան Տիրոջը կնվիրեմ,
իր կյանքի բոլոր օրերումը եւ նրա գլխին ինքը ուղակի ուխտ անում Աստծուն, Աստծո կամքի համաձայն ածելի չի բարձրանա։ Աննան իր լաց ու կոցով անկեղծ աղաղակեց ու ուխտ արեց Աստծո հետ։ Մի բան, որ շատ բարդ է, լավ երեխ 9 ամիս հղի լինեմ, հետո 9 ամիս է երեխուն 9 ամիս հետո ունենամ, հետո այդ երեխուն առնեմ ու տանեմ եկեղեցի ու ասեմ քահանային այս երեխեն Աստծունն է, թող տա Աստծո տան մեջ մեծանա։ Դուք նայեք ինչ ա խոստանում Աննան։ Եվ երբ որ Աննան այդ աղոթքը անում էր այդպես լացակումած Աստծո կամքի համաձայն աղաղակ էր բարձրացրել, հեղի քահանան նայում էր Աննային եւ եկավ ու մոտեցավ նրան եւ այս բառերը ասաց. Աննա, մինչև երբ ես հարբելու դու։ Թարգիր ես գինեմոլությունդ, Աննա։ Ինչքան վտանգավոր է, երբ որ մենք դրսևանց ենք մարդկանց դատում։ Այնքան այսօր հեղի քահանային նման մարդիկ դրսևանց դատում են։ Պատկերացեք, այստեղ մեղավոր ա եկել, այստեղ անձ ա եկել եկեղեցի, տարիներ առաջ էր, ինձ հարց տվեց, ասեց, քուրս ասեց, ես թմրամոլության մեջ եմ, նայեք ինչ հարց ա տալի, ես թմրամոլության մեջ եմ, չեմ կարողանում ազատվեմ, կարամ գամ եկեղեցի նստեմ Աստծո խոսքը լսեմ։ Անկեղծ ասած չհասկացա այդ հարցը ինչ էր, ոնց կարամ գամ, Հիսուս ասեց, ես եկել եմ մեղավորների համար, չեմ եկել առողջների համար, ովքեր կարծում են իրանք առողջ են, իրանք եկեղեցու կարիք չունեն, ովքեր իրանք մեղավոր են տենում, հենց դրանց համար եմ եկել։ Այդ նույն անձը տարիներ հետո բժշկվել է այս տան մեջ։ Փառք Հիսուսին բժշկության համար, բայց թողեց ու գնաց, երբ որ բժշկվեց։ Ատեն շատերը Աստծո ժողովուրդ, մենք դրսից շուտ դատում ենք մարդկանց, որ ամենավտանգավորն է, որտեվ ասում ինչ չափով չափես, այդ չափով չափվելու է քո համար։ Հեղին մոտեցավ Աննային, ասեց, խես հարբել, այդ գինեմոլությունը թարք տուր, հերիք է հարբես։ Եվ Աննան նրան պատասխանեց, ինչ անմեղ մեղադրանք չէ, աղջկա վրա, պատասխանեց, ասաց, ոչ տերիմ, ես վշտացած սրտով մի կին եմ և գինի կամ ցկի չեմ խմել, այլ իմ սիրտը բացել եմ իմ տիրոջ առաջին, ասաց քո աղախինը չարքին չի, ես իմ վիշտերի ու նեղության շատության համար էի մինչև հիմա աղոթք անում, այսինքն ես եկել եմ իմ Աստծո հետ հաղորդակցվելու, ես խմած չեմ, ես հարբած չեմ, ոչ է գինեմոլ եմ։ Եվ այդտեղ քահանան հասկացավ, որ սխալ մեղադրանք անում եւ Աննային ասեց, Աննա, գնա խաղաղությամբ, թող Իսրայելի Աստվածը քո խնդրածը այսօր քեզ տա։ Աստծո ժողովուրդ, Աստծո առաջին Աննայի այս անգամվա, որտեվ շատ է աղոթել, բայց այս անգամվա աղոթքը, որտեվ իր կամքի համաձայն էր, ընդունելի եղավ։ Եվ Աննան զավակ ունեցավ, եւ այդ զավակը գիտեք ով էր, Սամվել մարգարեն էր, մարգարեն, ով օծեց Դավիթին որպես թագավոր, Սավուղին որպես թագավոր։ Աննան հավատարիմ մնաց իր խոստումին, այնքան եմ սիրում, հիշում եք այն 9 դիվահարվածները, երբ որ Հիսուսին աղաղակում էին, Հիսուսը ասաց, բժշկվեցաք, գնացեք ձեզ ցույց տվեք քահանային, որտեղ օրենք էր, երբ որ մաքրվում էին, պիտի գնային ցույց տային, որ թույլ տային ներս մտեին, նայեք։ Այն մի հատը 9 բժշկվեցան, այն 8-ը գնաց, այն մի հատը չգնաց քահանային, եկավ շուտ ու սկսեց երկրպագել Հիսուսին։ Շնորհակալ եմ, որ ինձ բժշկել ես, ճիշտ տեղ եկավ։ Քահանան չէր բժշկողը, Հիսուսն էր բժշկողը։ Ինչքան գեղեցիկ է, երբ որ մենք նույնպես հավատարիմ ենք մնում մեր Տիրոջ, ամեն, եւ այստեղ ինչ ենք տեսնում, Աննան հավատարիմ մնաց Տիրոջը, երեխան ծնվեց, այդ
փոքրիկ տարիքից երեխուն տարավ, հեղի քահանային տվեց, ու ասեց խոստացել եմ Տիրոջս, որ տղա զավակ ունենամ, բերելու եմ ու Աստծուն եմ հետ տալու, թող Աստծո տան մեջ մեծանանա։ Շատ կարևոր է, երբ որ մենք Աստծուն աղոթների մեջ խոստում ենք տալի, մեր խոստումները պահող լինենք։ Շատ վտանգավոր է, երբ որ մենք խոստանանք ու չկատարենք այն, որտեղ մենք մեզ խոցելի ենք անում։ Ամեն։ Աստված Աննային զավակ տվեց, որտեղ աղոթքը կամքի համաձայն էր։ Առաջի Հովհաննես 5:14 համարում այսպես է ասում Առաքելը, ասում է, եւ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան։ Սա մեզ է վերաբերվում, թե ինչ որ նրա կամքի պես խնդրենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից։ Աստծո ժողովուրդ, Աստծո կամքի համաձայն խնդրելը ամենակարևորն է։ Այդ ժամանակ մենք ունենք պատասխան։ Հիշեք մի կարևոր բան, Տիրոջ կամքը բարի է։ Եկեղեցի ձեր տեղը լեմ փառք տամ։ Տիրոջ կամքը բարի է ամեն իրավիճակի մեջ։ Աստծո խոսքը Եսայա մարգարեի 55:8 համարում ասում է. իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես է բարձր է իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Հիմա հասկանում եք ինչի է Տերը ուզում, ոչ թե մեր կամքը, որ ցածր է, ներքևա դեպի գնում, այլ իր կամքը, որ բարձր է եւ մեզի դեպի երկինք է բարձրացնում։ Ամեն։ Այսինքն Աստծո ծրագիրը, նպատակը մեզ երկինք հասցնելն է, մեր հոգիները փրկելն է։ Մեր կամքը միշտ հիշեք մի կարևոր բան, մարմնի հարմարավետությունն է, ժամանակավոր ցանկություններն ու հաճույքները, որը ունայն է, բայց Աստծո կամքը հավիտենականն է։ Պետք է մարդը հիմարը նի, որ ընտրի ժամանակավորը եւ ոչ հավիտենականը։ Տերը միշտ լավագույնն է ուզում իր զավակներին տալ։ Եկեղեցի ասեք ամեն։ Յուրաքանչյուրս այսօր այստեղ նստած ենք եւ այս քարոզը լսում ենք եւ մտածում ենք, աղոթներս չի պատասխանվում։ Փոխիր աղոթքներիդ ոճը։ Խնդրիր նրա կամքը։ Արդյոք խնդրում ես եւ անում ես նրա կամքը, թե պարզապես խնդրում ես երևալու համար, բայց անում ես քո կամքը։ Որտեւ եթե քո կամքն ես դեռ անում, դեռ քեզ ես դու հարմարավետ աղոթքներ անում քո համար, քո կամքի համաձայն, չի պատասխանվելու։ Մանավանդ մենք, որ արդեն Աստծո կամքը որոշ չափով գիտենք, ժողովուրդ, այսքան ժողովուրդ կաք ստեղ, որոշ չափով լսում եք, չէ, գիտեք, չէ, Աստծո կամքը որն է։ Սովորում ենք վերջապես։ Ցավոտ է այն, որ կսովորենք, ասում է կանայք գրված է, սովորեցին, բայց գիտության չհասան, որտեվ բթացած ուղեղներ ունեն։ Չեն թույլ տալի, որ այդ խոսքը իրանց համար կյանք դառնա, եւ ինչ ալնում, մեռած սիրտը ոնց է այսպես ուղղությամբ գնում, այդ նույն վիճակով է իրանք ապրում են։ Դա ամենավտանգավորն է։ Շարժվիր տեղիցդ, հարմարավետությունները փչացրու, պետքա գնա ներողություն ասա, պետքա գնա ոտերը լվա, պետքա քո այդ հպարտությունը փշրի, որ իրավիճակներ փոխվի, որ սկսի սիրտդ աշխատել, որ կյանքդ սկսի փոխվել, աղոթքներդ մի բարձրացու Տեր իմ կամքը այլ Տեր, ոչ իմ կամքը այլ քո կամքը թող լինի։ Երբ աղոթենք Աստծո կամքի համաձայն, նշանակում է կժառանգենք Աստծո օրհնությունները, բարիքները, խոստումները, պաշտպանությունները, դրանից ավելի ինչ ենք ուզում։ Աղոթել Աստծո կամքի համաձայն նշանակում է աղոթել այնպես, որ համահունչ լինի Աստծո ցանկությունների եւ մտադրություններին։ Նրա խոստումներին վստահենք։ Ցավալին այն է, որ մարդիկ չունեն Աստծո մասին լիարժեք գիտելիք կամ տեսակետ, դրա համար էլ շատերը մտածում են ինչու,
մեր աղոթքը չի պատասխանվում ըստ մեր ցանկության, որտեղ քո ցանկությունը չարա ու քեզ ավելի կկործանի, բայց եթե Աստծո կամքի համաձայն ես խնդրում, քո համար հաստատ ավելի լավ կլինի։ Ծնողներ, հարցում տամ, օրտնվում եք, բժշկվում ա ձեր մեջ բաներ։ Ոչ չափահաս երեխաս կա, ինձ ասի բանալին տուր, ուզում եմ քշեմ գնամ տեղ։ Պատկերացեք 13 տարեկան տղաս, 13 տարեկանում գա ինձ ասի բանալի տու քշում եմ գնամ տեղ։ Դու պիտի լինես հիմար, անտարբեր ծնող, որ ուզենաս ցրես երեխուն 10 բալանի ձեռով, ասես ար գնա ուր ուզում ես։ Այդ երեխան գնալու է իր գլուխը ուտի։ Անտարբեր ծնողը միայն կտա իր երեխուն բանալին ու կասի ար գնա, կամ էլ են կան չէ ծնողներ, որ ամեն ինչ երեխեքի սրտով են ուզում գնան։ Գիտեն երեխան սխալ է, բայց էլի ոչինչ իմ երեխան է ճիշտ է։ Իմ տան մեջ էդի չի աշխատում։ Ինչը սխալ է իմ Աստծո համար, ուրեմն սխալ է։ Ինչը ճիշտ է, ուրեմն ճիշտ է։ Ոչ մի ծնող 13 տարեկանին բանալի չի տա գնա քշի։ Այդպես մենք բաներ կախնդրում ենք Աստծուց, որ Տերը գիտի դա վնասելու է մեզ, դա կործանելու է մեզ, դա դառնալու է այն անդունդը, որից մենք կընկնենք հավիտյան։ Դրա համար Աստված բաներ կա չի անի մեր կամքով, դրա համար ասում եկեք ու խնդրեք իմ կամքը։ Եթե իմ երեխան իմ կամքի համաձայն բաներ ուզի, որ ես գիտեմ այդ իմ երեխուն չի վնասի, անպատճառ անելու եմ։ Բայց եթե գիտեմ իմ երեխան բան է ինձանից ուզելու, որը իրան վնասելու է ու ճակատագրական է լինելու, չեմ թողելու։ Աստված մեզ պաշտպանելու համար չի պատասխանի մեր եսասիրական սխալ դրդապատճառներով, մղումներով արված աղոթքները։ Եկեք փառտանք Տիրոջը, որ շատ աղոթքներ չի պատասխանվել։ Լսեք։ Եթե լսեիք, ինձ թվում է ոչ բոլորը ծափ կտային։ Եկեք փառտանք Տիրոջը, որ շատ աղոթքներ չի պատասխանվել։ Մեկ անգամ եւս փառտանք Տիրոջը, որ չի պատասխանվել։ Ամեն։ Աղոթիր Տիրոջը իր կամքի համաձայն։ Իր կամքը այն ծածկոցն է, որը որ շատերս աղոթում ենք Սաղմոս 91, Բարձյալի ծածկոցի տակ բնակվողը, ամենակարողի շուքի տակ է հանգստանում, Բարձյալի ծածկոցը իր կամքն է, եւ արդյոք դու այդքան հասունացել ես, որ իրա ծածկոցը ուզում ես քո վրա լինի, իրա կամքը քո կյանքում կատարվի, մարդու բարձրագույն նպատակը պետք է լինի Աստծուն փառք բերելը ամեն իրավիճակի մեջ։ Եվ Աստծո խոսքը Պողոս առաքյալը ասում է առաջի Կորինթացիս 10:31 համարում, ուրեմն թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործել որ անեք, լսեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք, ամեն բան շեշտում է, ամեն բանի մեջ մտնում է, նույնիսկ աղոթքները թող Աստծո փառքի համար բարձրանա։ Ամեն ինչից առաջ Հակոբոսը մեզ խրատում է, ասելով ով իմաստության պակաս ունի, թող առաջինը իմաստություն խնդրի։ Շատ շատերը իմաստության պակաս ունեն, շատ շատերը իմաստության պակաս ունեն։ Գիտեք, մենք մեծերս պետք է օրինակ ծառայենք փոքրերին։ Եթե մենք իմաստուն ունենք, մենք Քրիստոսի օրինակը կծառայենք մեր երեխաներին, բայց շատ մեծեր իրանց վարքը այլ բան ա քարոզում, իրանց թեմաները այլ բան ա քարոզում, 24 ժամ բամբասում ու միս են կրծում մարդկանց։ Բաց թողեք, որ բժշկվեք, բաց թողեք անմեղ տեղը մեղադրանքները, որպիսի ձեր տներում աղոթքները հասանելի լինեն, հասնեն ձեզի, ամեն, որպիսի ձեր տան առաստաղը միայն ճեղքած լինի դեպի երկինք, ոչ թե սատանայականներին, այլ դեպի երկինք, որպիսի քո աղոթքները պատասխանվեն, եւ երբ որ դու Աստծո կամքի համաձայն այդ ամենը անես, որպիսի Աստված փառավորվի, որ ասես Տեր փառք քեզ, որ դու տվեցիր։ Մեր աղոթքները արդյունավետ կլինեն, երբ որ Աստծո կամքի համաձայն լինեն։ Պողոսն ու Շիղան եւ բանտի մեջ էին։ Պատմությունը գիտեք, չէ՞ շատ եմ խոսել այս
Պողոսն ու Շիղան եւ բանտի մեջ էին, մութ ու սարսափելի մի հատ վայր։ Ես չգիտեմ, ես բան չեմ նստել, բայց պատկերացնում եմ, ես լիֆտ եմ մտնում, արդեն դողում եմ, sense չեմ սիրում այդ լիֆտը, որովհետեւ փոքր է։ Ռոզիս երեխա էր ունենալու, 31 հարկ քայլել եմ տվել իրան։ Ասի Ռոզի ջան, ես չեմ կարա լիֆտ նստեմ, իսկ դու մենակդ գնաս, ես մենակս ոնց քայլեմ, դե արի քայլենք, լավ կլինի քո համար վերջում։ 31 քայլ ես Ռոզին քայլել եմ տվել հիվանդանոցում, հիշում ես, չէ՞։ Աստծո ժողովուրդ, ես լիֆտ չեմ կարողանում նստեմ, ուրամնաց բանտի մեջ նստեմ։ Պողոսն ու Շիղան բանտի մեջ, մութ, սարսափելի, խոնավ վայրում։ Այրունի հոտ էր գալիս օդի մեջ։ Նրանք չգիտեին առավոտը արթնանալու են, թե կգլխատվեն, թե կխաչվեն, մեռնելու են, որտեվ այդպես էր ծրագիրը, որ նրանց պետք է սպանեն։ Եվ հանկարծ Պողոսն ու Շիղան իրար հետ որոշում են աղոթք են կանում։ Աղոթք երկրպագության, Աստծո կամքի համաձայն, արի իրան գովանք ու փառաբանենք։ Չեն աղոթում Տեր շղթաներս քանդվի, Տեր ինձ ես բանտից հանի։ Մենք ինչ կաղոթենք, եկեք անկեղծնենք։ Տեր սա Տերն է, չէ, Տեր փառավորվի մեր այս վիճակի մեջ, մեծարվի այս վիճակի մեջ։ Գիտեք, մի փոքրիկ սխալ էր տղաս թույլ տվել, երբ որ ես աղոթքի մտա, ես մտա ու Սուրբ Հոգին ինձ հիշացեց Շիղայի ու Պողոսի աղոթքը, երբ որ մտա աղոթքի, հա, ես ծնկի եկավ ասի Տեր, որդիս սխալա, ուզում եմ փառք տամ քեզ, որ գիտեմ սրա մեջ մի հատ գեղեցիկ բան ես ծնելու, սրա մեջ մի հատ դաս ես տալու, որը կփառավորի քեզ, պտղաբեր կանի որդուս, եւ եղավ հենց այդպես, ու ես սովորեցի աղոթք անելու ոճը որն է, ճիշտ մոտենալ Տիրոջը, իր կամքի համաձայն մոտենալ Տիրոջը, եւ այսօր փառք եմ տալի Տիրոջը այդ նեղությունների համար, որտեղ դրա մեջ մենք բաներ սովորեցինք, ամեն։ Պողոսն ու Շիղան սկսեցին օրհնել ու երկրպագել, մեծարել Աստծուն։ Նրանց աղոթն ու երկրպագությունը չէր բխում իրանց մեջից մխիթարության դիրքից, հա, իրանք շատ վատ վիճակում էին, սրտի անկեղծ Տիրոջ կամքը փնտրելուց էր բխում, ամեն բան փոխվեց, աղոթքներից հետո շարժվեց հիմքեր, պատասխան ստացան, հասկանում եք, չէ, ավարտում եմ, շուտով ավարտում եմ, բայց հիշում եք Եզեկիա թագավորին, երբ որ մարգարեն խոսած ասաց Աստված ասում է, հիվանդացել էր, ասաց Աստված ասում է դու մեռնելու ես, ասում է Եզեկիա թագավորը, երբ լսեց, որ մահանալու է, իր երեսը ուղեց դեպի Տերը եւ հուսահատությունից սկսեց աղաղակել Տիրոջը, սա թագավոր եմ խոսում, թագավորը Աստծուն աղաղակեց առանց հանդիսատեսի, առանց են իր հպարտության դիրքից, որպես թագավոր, անձը խոնարեցեց ու Աստված իմ սկսեց, որովհետև Աստված տեսավ թագավորը խոնարվել է և կյանք է խնդրում իրանից, նայեք ինչ կարևոր է, խոնարվեց թագավորը, չնայած հանդիսատեսներ կան, մարդիկ են նայում են ինձ թագավոր մարդ են վերջը, Տեր, դուր, ասում է Աստված, որովհետև տեսավ նա, խնդրեց խոնարհության դիրքից, պատասխանեց, մարգարեին ասեց նրա հետ խոսա և ասա կյանքիդ վրա 15 տարի ևս ավելացնում եմ, պատասխանվեց, հիմա այստեղ ուշադիր լսեք և կխնդրեմ, ոտքի վրա լսենք, չանջատեք, ոտքի վրա լսենք այս խոսքերը, որտև մենք պետք է պատիվ տանք նրան, նա ամենակարող է, նա սուրբ է, ամենազարմանալի աղոթքը, որ երբևիցե օրինակ կծառայի յուրաքանչյուր սուրբերիս, սրբվածներիս, Քրիստոսի մարմնին, եկեղեցուն ամենագեղեցիկ աղոթքը, որից պետք է սովորենք։ Հիսուսը Գեթսեմանի պարտեզում քարի առջև ծնկի է գալիս և աղոթք է անում, Հայր, վերցրու ինձնից այս բաժակը
Ինչ բաժակի մասին էր խոսքը։ Արդյոք Հիսուսը վախենում էր իր մարմինը, որ պիտի մեռնի։ Իհարկե ոչ։ Նա գիտեր պետք է հարություն առնի։ Նա Աստված է։ Նրա հոգը մարմինը չէր, բա ինչ էր այդ բաժակը, դա այն դառը բաժակն էր, որ նա լինելով անմեղ, պետք է իրան նայեին որպես շնացող, գող, սուտասան, սպանող, և ինչքան մեղքեր կա, որ նրան նայելու էին ահավոր մեղավոր անձ, այդ բաժակի մասին էր խոսքը, որ ինքը լինելով սուրբ, պիտի մեղադրվեր, որ ամենամեղավորն է, և ովքեր են այդ շնացող, գողացող, պղծացող, սպանող, անհնազանդ հպարտները, ես և դու։ Եվ Հիսուսը, երբ որ աղոթեց Հայր, այս բաժակը վերցրու ինձանից, և անմիջապես հասկացավ, որ չէ, մարդկությունը կործանվելու է, և շարունակեց, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի, Հայր, և նա հոր կամքը խնդրելով այսօր մեզ պարգևեց կյանք և կյանք հավիտյան։ Ամենագեղեցիկ օրինակը աղոթքի, որ կմտնենք Տիրոջ առջև, գանք ու ասենք Հայր, ոչ թե իմ, այլ քո կամքը։ Սիրում եմ ձեզ Աստծո ժողովուրդ, Հիսուսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիդ, թող այս օրերը, այս շաբաթը, որ կապրենք, խնդրում եմ ձեզ, եկեք վերապրենք մեր Հիսուսին, եկեք վերապրենք ինչերով է նա անցել, այս օրեր, որ Հիսուսը ավանակի վրա նստած, գնում էր դեպի Երուսաղեմ, առաքելությունը կատարելու, մեր փրկության գինը վճարելու, և այնտեղ մարդիկ առած արմավենիներ իրենց ձեռքերում աղաղակում էին, ով Սաննա, բարձյալ Աստծո որդի, ուշադիր լսեք, մեծարում էին, բարձյալ Աստծո որդի, մի քանի օր հետո, այդ նույն ժողովուրդը կանգնած աղաղակում էին, խաչեք դրան, և մի քանի օր հետո, որ իրա կողքից սաղ փախել էին, այդ խաչված Հիսուսին հարություն առած տեսա, այցելեց երևաց ժողովրդին, խնդրում եմ ձեզ, պինդ բռնեք Աստվածապաշտությունը, պինդ բռնեք ձեր եկեղեցին, այն վայրը, եկեղեցին դա ես ու դու ենք, այն վայրը, որտեղ Տերը մեզ հավաքում է մեկտեղ ու երկինքը ճեղքում ու մանանայա կերակրում, ոնց որ այսօր անում, պինդ բռնեք, ոչ մի բան չթույլ տաք գա ձեր Աստծո և իր մարմնի մեջտեղ, տկար կլնի կողքիդ քուրը, շուրարի ասա, Տիրոջ շնորհքը քո տկարության մեջ քեզ բավական է, և մնա հավատարիմ մարմնին, որտև Տիրոջը հավատարիմ մնացողը հավատարիմ է Տիրոջ մարմնին, իր հարսին, որը եկեղեցին է, ամեն։ Եկեք աղոթք բարձրացնենք և խնդրելու եմ 5 շաբթի օրը, դարձյալ կրկնում եմ, 5 շաբթի օրը, պարզապես խնդրելու եմ ձեզ յուրաքանչյուրիդ, թողեք ամեն բան, եկեք այստեղ հիշենք Տիրոջ չարչարանքները, եկեք վերապրենք մեր Տիրոջ բոլոր այն խոնարհության օրինակները, որ թողել է մեզ համար, ովքեր են գալու 5 շաբթի, ձեռքեր եմ ուզում տեսնել, ժամը 7-ին այստեղ ենք լինելու, ձեռքեր եմ ուզում տեսնել, գիտեք չէ, Աստծո տան մեջ խոստացակ չեք կարա չգաք, ձեռքեր, Տերը նայում է ձեզ, Տեր, դու տեսնում ես, դու էլ փառավորվես, եթե կարելի է անջատենք աղոթքի մեջ մտնենք,